Ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները, եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Մենք տեղեկացանք, որ Արտաշատ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի ստորաբաժանումը պաշտպանության նախարարության որոշմամբ տեղափոխվել է Սյունիքի մարզ, եւ տվյալ ստորաբաժանման զինվորներին եւս Արտաշատից տեղափոխել են Սյունիք, զինվորական ծառայությունը շարունակելու։ Մեզ էր դիմել զինվորներից մեկի ծնողը եւ պնդում էր, որ իր երեխային Արտաշատից տեղափոխել են Սյունիքի մարզ, սահմանամերձ զորամասերից մեկը եւ որևէ բացատրություն չեն տվել։ Ծնողը վրդոված ասաց, որ որդին նոր էր մեկնել զինվորական ծառայության եւ ըստ պահանջված կարգի վիճակահանությամբ ծառայությունն ընկել է Արտաշատի զորամաս։ Այժմ առանց որևէ բացատրության զինվորներին տարել են Սյունիքի մարզ եւ այդպես են վարվել ստորաբաժանման բոլոր զինվորների հետ։ Մեր զրուցակիցը խնդրեց անանուն մնալ, քանի որ բանակում գողական բարքերով են առաջնորդվում եւ իր որդուն կարող են վնասել։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Պաշտպանության նախարարության խոսնակից, հասկանալու թե նախ ինչու է Արտաշատի զորամասի ստորաբաժանումը տեղափոխվել Սյունիքի մարզ։ Ի վերջո Արտաշատում ծառայող զինվորները ըստ համապատասխան կարգի վիճակահանությամբ հենց այնտեղ են անցել զինվորական ծառայության։ Գիտեք, այս դժգոհությունը ամենահստակ ձևով ցույց է տալիս, թե ինչպես է քանդվել պետական ինստիտուտը եւ ինչպես է Նիկոլ Փաշինյանը բանակը կամ բանակի ընկալումը հասցրել, ասենք, մի գյուղապետարանի աշխատանքի ընկալման, որովհետեւ Պաշտպանության նախարարությունը փակ կառույց է, զինվորական կառույց է եւ շատ նորմալ է պիտի դիտվեր որևէ ստորաբաժանման տեղափոխում A կետից A տեղակայման վայրից B տեղակայման վայր։ Նախկինում երբեք չի եղել, որ ծնողները նման հարցերից դժգոհ են, բայց Փաշինյանը հասել է դրան։ Բանակը դարձել է գյուղապետարանի մակարդակի հեղինակություն ունեցող կառույց։ Շատ աննորմալ կլիներ, որ Պաշտպանության նախարարությունը զինված ուժերը որևէ ստորաբաժանում A տեղակայման վայրից B տեղակայման վայր տեղափոխելուց առաջ զեկուցեին ծնողներին, ասեին ինչու են տեղափոխում, ինչ նպատակով եւ հետո անպայման լրատվամիջոցին էլ մեկնաբանություն տային, թե ինչու են այդ ստորաբաժանումը տեղափոխել Սյունիք։ Գիտեք, իշխանություններին կարելի է շատ հարցերում քննադատել եւ մենք քննադատում ենք հենց այն իմաստով, որ բանակի ընկալում հասցրել են սրան, սա Փաշինյանի բերած բարքերն են։ Եթե հիշում եք 2018-ին Մեղրիի զորամասի եթե չեմ սխալվում, զորամասի զինվորները ինչ որ հարցով բողոքի ակցիա էին արել եւ իշխանությունները ընդառաջեցին, այսինքն քանդեցին զինվորական կարգը վերադասությունից եկող հրամանի կատարումը, որովհետեւ բանակը ուրիշ ձև չի կարող գործել։ Պատկերացրեք ցանկացած ստորաբաժանման տեղափոխման համար ծնողներին զեկուցվի, թե ինչու է տեղափոխումը տեղի ունենում։ Այո, ծնողները պիտի հետևողական լինեն, պայմանները պիտի լավը լինեն, անվտանգության հնարավորությունները պետք է լավը լինեն, ինչպես հետքներ բացահայտել չպետք է փամփուշտ լինի, բայց զենք չլինի առաջնագծում կահավորանքը պետք է լինի ըստ պատշաճի, զինվորների առողջությանը պետք է հետևվի, ինչպես որ կարգն է մարդու առողջությանը հետևելու։ Այս ամենում ծնողները իհարկե պետք է հետևողական լինեն, բայց աբսուրդ է, որ ծնողը դժգոհում է, որ իր որդու ստորաբաժանումը Արտաշատից տեղափոխել են Սյունիք։ Ասեք, ինչ պիտի արվեր։ Ինչ պիտի աներ բանակը, պիտի զեկուցեր, բացատրագիր գրեր ծնողներին, որ բանակը նպատակահարմար է համարում այս ստորաբաժանումը այս կետից այն կետ տեղափոխել։ Բայց մեր հասարակության ընկալումները հասել են դրան։ Եթե հիշում եք, 2022-ին էր, եթե չեմ սխալվում, մի խումբ ծնողներ բողոքի ակցիա էին անում կառավարության դիմաց եւ պահանջում էին, որ իրենց որդիներին Արցախից տեղափոխեն Հայաստանի Հանրապետության տարածք։ Նախ դրանով Ադրբեջանը հնարավորություն էր ստանում ապացուցելու, որ Հայաստանից զինվորներ են գտնվում Արցախում, եւ երկրորդ էլ այդ զինվորական կարգն էր քանդվում, որովհետեւ ծնողներն էին որոշում, թե իրենց տղաները որտեղ պիտի ծառայեն։ Նորմալ պետությունում զինվորական նորմալ համակարգ ունեցող պետությունում նման բան չի կարող տեղի ունենալ։ Մյուս կողմից ծնողներին էլ կարելի է հասկանալ, թեպետ
հասկանում եմ այն իմաստով, որ տեսանելի ապօրինության բանը, հա, ոչ թե տեղափոխման հարցը, այլ մարդիկ տեսնում են, չէ, իրենց շրջապատում սրա տղան, նրա տղան չգնաց զինվորական ծառայության, ազատվեց ծառայությունից, խոսակցություններ շրջանառվեցին, որ փող տվեց, ազատվեց, պետական պաշտոնյաների զավակները չեն ծառայում, հա, եւ այո, ծնողի մոտ կարող է անարդարության զգացում լինել, որտեւ եթե համընդհանուր արդար մոտեցում լիներ եւ զինվորական ծառայությունը պարտադիր լիներ բոլորի համար ու իրականում բոլորը գնային զինվորական ծառայության, վստահաբար ծնողների մոտ կարող էր այս հարցերը չառաջանալ, որովհետեւ եթե զինվորական ծառայությունը մի ծառայություն է, որը խիստ վտանգի տակ է դնում մարդու կյանքը, այսինքն ամեն պահի մարդու կյանքի իրավունքը կարող է խախտվել եւ սա վթար չի, ասենք ճանապարհ չի, որ դու գնում ես վթարի ես, դու գնում ես զինվորական ծառայության, գիտակցելով, որ ամեն պահի կարող է տեղի ունենալ որևէ միջադեպ, պատերազմական գործողություն, որին դու պարտադիր մասնակցելու ես եւ դու կարող ես զոհվել այդ բանում, այսինքն քո կյանքի իրավունքը կարող է խախտվել։ Եվ եթե այդ կյանքի իրավունքը հավասար չի բոլորի համար, օրենքով սահմանված, այո, նման դժգոհություններ կարող են առաջանալ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 բարձրաստիճան հոգեվորականների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է նոր դատավորի ըստ դատալեքսի գործը քննելու է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը։ Նոր դատավորը դեռևս նիստի օր չի նշանակել։ Արմ.լուր.ը ուսումնասիրել է, թե ով է Սերժ Ռուշանյանը։ Ռուշանյանը ծնվել է 1997 թվականի մարտի 9-ին Երևանում։ Իրավագիտություն է սովորել Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում, Սորբոնի եւ Քեմբրիջի համալսարաններում։ 2017-ից 20 թվականներին եղել է Արդարադատության եւ իրավունքի գերակայություն ՀԿ-ի նախագահ, իսկ 2020-22 թվականներին աշխատել է Արդարադատության նախարարությունում տարբեր պաշտոններում։ 2023 թվականի հուլիսին նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2024 թվականի օգոստոսից դատավոր է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Հիշեցնենք, որ կաթողիկոսի գործը նախկինում մակագրված էր դատավոր Հակոբ Մանուկյանին, ով հայտնել էր ինքնաբացարկ։ Մանուկյանն իր որոշումը հիմնավորել էր այն հանգամանքով, որ 2021 թվականին Փաստաբանական ակադեմիայում սովորելու ընթացքում գործով կաթողիկոսի փաստաբան Արա Զորաբյանը եղել է Փաստաբանների պալատի նախագահ եւ Որակավորման հանձնաժողովի նախագահ, իսկ իր փաստաբանական արտոնագիրը բանավոր քննությունից հետո տվել է հենց Արա Զորաբյանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում։ Հարսանեկան արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 5-ին։ Օրաթերթը տեղեկացավ, որ հարսանեկան խնջույքը նախատեսվում է անցկացնել Ջրվեժում գտնվող Փալադիում հոլ ռեստորանային համալիրում։ Հարսանիքին հրավիրված են տարբեր շրջանակների ներկայացուցիչներ, քաղաքական եւ իշխանական դաշտից, ինչպես նաեւ Սիմոնյանի մտերիմներն ու ընկերները։ Սակայն առաջիկա հարսանիքի քաղաքական գլխավոր ինտրիգը թերևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն է։ Հաշվի առնելով Ալեն Սիմոնյանի եւ Նիկոլ Փաշինյանի երկարամյա քաղաքական ճանապարհը, ինչպես նաեւ վերջին շրջանում իշխանության ներսում տեղի ունեցած վերադասավորումները, հետաքրքիր է վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ներկա կլինի Սիմոնյանի հարսանիքին, թե իր մասնակցությունը կապահովի այլ ձևաչափով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթը վարչապետի աշխատակազմին 8 կետից բաղկացած հարցում էր ուղարկել պարզելու հուլիսի 27-ին Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի իրական օրակարգն ու ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մեզ հետաքրքրում էր ում նախաձեռնությամբ է կայացել զրույցը, քննարկվել են ընտրությունները, նոր իշխանության ձևավորումը, հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքը, ինչպես նաեւ ռուսական շուկայում հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումները։ Առանձին հարցրել էինք նաեւ ինչ պատասխան է տվել Պուտինը Փաշինյանի բարձրացած խնդրին, խոստացել է, որ որևէ կոնկրետ քայլ կամ հանձնարարական եւ ինչ ապրանքների արտահանման մասին է խոսքը։ Վարչապետի աշխատակազմի պատասխանը սակայն այս հարցերին չի տալիս։ Փոխարենը մեզ հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 29-ին լրագրողների հետ զրույցում արդեն անդրադարձել է Պուտինի հետ հեռախոսազրույցի մանրամասներին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայկ Կոնջորյանը Ազգային ժողովի ամբիոնից օգոստոսի 3-ին հայտարարեց, որ իր կնոջ Հայփոստի տնօրենի աշխատավարձը ընկերության պատմության մեջ ամենացածրն է։
Ժողովուրդը փորձեց ստուգել այդ հայտարարությունը, ուղիղ հարցում ուղարկելով Հայփոստին պատասխանն ուշագրավ է. ընկերությունը մեզ տվեց 20 տարվա բոլոր տնօրենների անուններն ու պաշտոնավարման ժամկետները, բայց աշխատավարձերի մասին որևէ տեղեկություն չտրամադրեց։ Այսինքն, Հայփոստը իդեմս տնօրեն Շուշան Ալեքսանյանի պատրաստ է հանրությանը ասել ովքեր են ղեկավարել ընկերությունը անցած 20 տարիներին, բայց պատրաստ չէ ասել, թե այդ ղեկավարները որքան են վարձատրվել։ Մինչդեռ ժողովուրդ օրաթերթը հարցրել էր շատ կոնկրետ բաներ, վերջին 20 տարիների տնօրենների աշխատավարձերը, դրանց փոփոխությունները, պարգևավճարները, հավելավճարներն ու այլ դրամական վճարումները։ Ըստ Հայփոստի պատասխանի աշխատավարձը անձնական տվյալ է, հետևաբար առանց աշխատողի համաձայնության այն չի կարելի տրամադրել։ Բայց այստեղ հարց է առաջանում. եթե Հայկ Կոնջորյանի հրապարակային հայտարարությունը վերաբերում է Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձին, ապա այդ հայտարարությունը ինչպես պետք է ստուգի հանրությունը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով 3 տեղի ունեցած իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստի օրակարգային հարցերից մեկը պետք է լիներ Կոտայքի նոր մարզպետի թեկնածության քննարկումը, սակայն մեր իշխանական աղբյուրները փոխանցում են, որ նիստում ներքաղաքական առավել հրատապ հարցեր են եղել, ինչի պատճառով մարզպետի թեկնածության օրակարգային քննարկումը հետաձգվել է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին, Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանը ազգային ժողով է տեղափոխվել։ Եվ ըստ մեր ունեցած աղբյուրների այդ պաշտոնի մարզպետի միակ թեկնածուն ԿՊԱ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էր։ Սակայն օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ պաշտոնի շուրջ ընթացող ներիշխանական գործընթացներից։ Կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ Կոտայքի մարզպետ դառնալու մեծ ցանկություն ունի նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Աշխեն Հայրապետյանը, որը մամուլում հայտնի է նաև Ալեն Սիմոնյանի արդյունք անող բնորոշմամբ։ Օրաթերթի տեղեկություններով հենց Հայրապետյանն է տարբեր օղակներից փորձում հասկանալ, ինչպես կարող է այդ պաշտոնին հասնել։ Ըստ էության իշխանության ներսում փորձում են հասկանալ Ստեփանյանի վերջնական դիրքորոշումը մինչև մարզպետի թեկնածուի հարցը կրկին վարչության նիստի օրակարգ բերելը։ Այսօր այսքանն ենք նախատեսել, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48